Մարդը տարիներով սովորում ու հմտանում է մի գործում, ամեն օր գլուխը կախիր գործն է անում, բայց առանց այդ մասին բարձրաձայնելու։ Իսկ մեկ ուրիշը պարզապես համացանցով ծամածռություններ անելով ավելի մեծ ազդեցություն ու վստահություն ունի, քան մեր հմուտ մասնագետը։ Մեկ ուրիշի ասած սիրողական միտքն ու գաղափարն ավելի ճշմարիտ են կարծում, քան այդ գործի գիտակի խոսքերը։ Ու այս հիմարության ֆոնին, եթե գիտակը չկարողանա ապացուցել իր ճշմարտացիությունը, կոմպետենտությունը, իր հմտությունն ու մտքերի արժեքը, կորած մարդ է։ Ոչ ուժը, ոչ փողդ քեզ չեն օգնի, եթե չկարողանաս կիրառել միակ ուժը, որը կեղծելն անհնար է՝ քո խոսքը։ Եթե խոսքդ արժեք չունեցավ, քեզ մեկ վայրկյանում կկործանեն ու կդարձնեն անարժեք մի բան։ Օրինակ, եթե խոսքիդ մեջ շտապեցիր, ապա Աստվածաշունչն ասում է՝ հիմարից ավելի մեծ օգուտ կա, քան քեզանից։ Ինչպես խոսել ու բանակցել, ինչպես ազդեցիկ ներկայացնել սեփական կարծիքն ու հմտությունը, ներկայացնել սեփական գործը, որպեսզի այն գնահատվի ավելի թանկ, քան երեկեր։ Ինչպես չենթարկվել սադրանքի ու բանակցել բարկացած մարդկանց հետ, մանիպուլյատորների հետ։ Այս ամենի համար կարող եք գրել, կփորձեմ օգտակար լինել։ Իսկ մինչ այդ խոսելուց առաջ մի քանի վայրկյան մտածեք ու կհաղթեք, որովհետև մտածողները քիչ են, իսկ դու կարող ես։